19-ամյա որբը $10 գնեց ժանգոտած տնակ նավակ, իսկ ներսում եղածը ցնցեց բոլորին։ Իմ անունը Ջեյք Մորիսոն է, ես 19 տարեկան եմ և 2023 թվականի մարտի 15-ին ես ծախսեցի իմ վերջին $10 գնելով այն, ինչը կարծես Սիեթլի նավահանգիստի ամենախարխուլ տնակ նավակն էր։ Այդ պահին, կանգնած նավամատույցում, թրջված Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան գարնանային անձրևից, նայելով այդ ժանգոտած կառույցին, որը վտանգավոր կերպով տատանվում էր Puget Sound-ի մութ ջրերի վրա, ես պատկերացում անգամ չունեի, որ պատրաստվում էի բացահայտել մի բան, որը կփոխեր ոչ միայն իմ կյանքը, այլև այն, թե ինչպես ամբողջ տեղական համայնքը կտեսներ ամենաանհավանական վայրերում թաքնված հնարավորությունները։ Այն, ինչ ես գտա այդ թվացյալ լքված և անարժեք նավի մեջ, պարզապես գանձ էր բառի ավանդական իմաստով, այլ շատ ավելի թանկարժեք մի բան, մի հայտնագործություն, որը կբացահայտեր տասնամյակների կորուսյալ պատմությունը, կկապեր ժամանակի կողմից բաժանված ընտանիքներին և կտար ինձ այն նպատակը, որը ես փնտրում էի 18 տարեկանում որբանոցային համակարգից հեռանալուց ի վեր, առանց ապագայի կամ ֆինանսական կայունության իրական հեռանկարի։ Հասկանալու համար, թե ինչպես է մի երիտասարդ առանց ընտանիքի, առանց փողի և գործնականում առանց հույսի կատարել Սիեթլի վերջին պատմության ամենաանհավանական հայտնագործություններից մեկը, դուք պետք է իմանաք իմ ճանապարհորդությունը դեպի այդ վճռորոշ պահը։ Դուք պետք է իմանաք այն տարիների մասին, որոնք ես անցկացրել եմ մանկական խնամքի համակարգում, այն դժվարությունների մասին, որոնց ես բախվել եմ չափահաս դառնալուց հետո անկախ կյանք կառուցելու փորձերի ժամանակ, և ամենակարևորը, այն շարքի մասին, որը թվացյալ աննշան պատահականություններով ինձ տարան այդ կոնկրետ տնակ նավակը հենց այն օրը, երբ իմ ֆինանսական վիճակն այնքան հուսահատ էր, որ $10 բառացիորեն ներկայացնում էր աշխարհում իմ ամբողջ ունեցվածքը։ Ես մեծացել եմ Էվերգրին մանկատանը, Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի Արվարձյանում գտնվող պետական ուրբանոցում։ Մանկուց ինձ լքել են Սուրբ Հովսեփի հիվանդանոցում, առանց որևէ ինքնության փաստաթղթի կամ կենսաբանական ծնողներիս մասին որևէ տեղեկատվության։ 18 տարի շարունակ ես անցել եմ տասնյակ ժամանակավոր խնամատար ընտանիքների միջով, բայց երբեք երկարատև կապ չեմ գտել։ Որոշ տներ իսկապես հոգատար էին, մյուսները հետաքրքրված էին միայն կառավարության ամսական վճարով, իսկ մի քանիսը այնպիսի իրավիճակներ էին, որոնցից սոցիալական աշխատողները արագորեն հեռացրել էին ինձ անտեսման կամ բռնության պատճառով։ 2021 թվականի սեպտեմբերին 18 տարեկան դառնալուց հետո ես ավտոմատ կերպով ազատվեցի պետական խնամքի համակարգից։ Ես ստացա մի պայուսակ, որը պարունակում էր իմ անձնական իրերը, հիմնականում օգտագործված հագուստ և մի քանի գիրք, $500 վաուչեր անցումային ծախսերի համար և հիմնական տեղեկատվություն նախկինում համակարգում ընդգրկված երիտասարդ չափահասների համար հասանելի օգնության ծրագրերի մասին։ Տեսականորեն ես պատրաստ էի անկախությանը։ Իրականում ես սարսափած էի և լիովին անպատրաստ էի միայնակ կողմնորոշվելու մեծահասակների աշխարհում։ Մանկատունը լքելուց հետո առաջին տարվա ընթացքում ես գոյատևեցի աշխատելով ժամանակավոր նվազագույն աշխատավարձով աշխատանքներով, ռեստորաններում ամաններ լվանալով, պահեստներում արգեր տեղափոխելով, վաղ առավոտյան ժամերին գրասենյակներ մաքրելով։ Ես ապրում էի անօթևանների կացարաններում, երբ չէի կարողանում էժան սենյակներ գնել խարխուլ պանսիոնատներում։ Ես արագ հասկացա, որ $500 մի քանի շաբաթվա ընթացքում անհետանում է, երբ անհրաժեշտ է վճարել սննդի, տրանսպորտի և որևէ տեսակի կացարանի համար, նույնիսկ եթե դա պարզապես մահճակալ է սենյակում, որը կիսում են նմանատիպ իրավիճակներում գտնվող 5 այլ տղամարդկանց հետ։ 2022-2023 թվականների ձմեռը հատկապես դաժան էր։ Ամենակայուն աշխատանքը, որ կարողացա գտնել, Սիեթլի նավահանգստային թաղամասում գտնվող Բալարդի փոքրիկ նավահանգստում սպասարկման օգնականի աշխատանքն էր։ Վարձատրությունը չնչին էր, ժամում $8, շաբաթական ընդամենը 20 ժամ, բայց աշխատանքը ինձ հնարավորություն էր տալիս օգտվելու հիմնական հարմարություններից, ինչպիսիք են ցնցուղներն ու զուգարանները, և թույլ էր տալիս երբեմն քնել լքված նավակի վրա, երբ նավահանգստի սեփականատեր պարոն Ջուզեպպե Մարչելլին ձևացնում էր, թե չի նկատում իմ ներկայությունը։ Ջուզեպպեն երկրորդ սերնդի իտալա-ամերիկացի էր, 70-անց մի տղամարդ, որը նավահանգիստը ժառանգել էր հորից և այն ղեկավարում էր գործարար պրագմատիզմի և մարդկային կարեկցանքի համադրությամբ, որը հազվադեպ էր հանդիպում ծովային արդյունաբերության մեջ։ Նա արագ նկատեց իմ անկայուն վիճակը, բայց երբեք չնվաստացրեց ինձ բացահայտ բարեգործությամբ։ Դրա փոխարեն նա ստեղծեց փոքր լրացուցիչ հնարավորություններ, լրացուցիչ մաքրման աշխատանքներ, մանր սպասարկման աշխատանքներ և երբևն մոռացված նախուտեստներ կամ ընթրիքի մնացորդներ, որոնք ես կարող էի աննկատ գտնել։ Նավահանգստում աշխատելու ամիսների ընթացքում ես ձեռք բերեցի գործնական գիտելիքներ նավակների, կայանման համակարգերի, շարժիչի հիմնական սպասարկման վերաբերյալ, և ամենակարևորը, սովորեցի տարբերակել արժեքավոր ներդրումներ համարվող նավակները պարզապես լողացող ջարդոնից, որը սպասում էր խորտակվելուն։
Ջուզեպպեի նավահանգստում նավակների մեծ մասը թանկարժեք հանգստի զբոսանավեր էին, որոնք պատկանում էին հարուստ մարդկանց, ովքեր գալիս էին միայն ամառային հանգստյան օրերին։ Բայց կար նաև մի խումբ ավելի հին, պակաս հեղինատավոր նավեր, թոշակի անցած ձկնորսական նավակներ, վնասված կորպուսով արագաստանավեր եւ տնակ նավակներ, որոնք ավելի լավ օրեր էին տեսել։ Տուն նավակը, որը ես վերջիվերջո կգնեի, նավամատույցի ծայրում խարսխված էր եղել առնվազն 2 տարի, երբ ես սկսեցի աշխատել նավահանգստում։ Ջուզեպն ինձ ասաց, որ այն պատկանում է դատական վեճի մեջ գտնվող մի սեփականության, եւ որ փաստաբանները փորձում են իրացնել ակտիվները, մահացած սեփականատիրոջ պարտքերը մարելու համար։ Այդ բանը կխորտակվի, նախքան նրանք կկարգավորեն բոլոր փաստաթղթերը, մի քանի անգամ մեկնաբանեց նա։ Ափսոս, նման հին տներ նավակները հետաքրքիր պատմություն ունեն, բայց ոչ ոք չի ցանկանում ներդնել դրանք վերականգնելու համար անհրաժեշտ գումարը։ 2 տարի շարունակ ես հետևում էի, թե ինչպես է այդ կառույցը աստիճանաբար քայքայվում։ Արտաքին պատերից ներկը պոկվում էր, բացահայտելով մոխրագույն փայտը եւ տակի քայքայված մետաղը։ Պատուհանները ճաքճքած էին կամ ծածկված էին շտապ ամրացված տախտակներով։ Վերին տախտակամածը մասամբ փլուզվել էր, ստեղծելով վտանգավոր անցքեր, որոնք ներսը բաց էին թողնում տարերքների ազդեցության տակ։ Ավելի մտահոգիչ էր այն, որ տնակ նավակը ամեն ամիս տեսանելիորեն ավելի ցածր էր ջրի մեջ, ինչը ցույց էր տալիս, որ կորպուսում արտահոսքեր էին առաջանում, որոնք թույլ էին տալիս ջրի անընդհատ ներթափանցում։ 2023 թվականի փետրվարին իմ անձնական իրավիճակը հասավ կրիտիկական կետի։ Այն կացարանը, որտեղ ես քնում էի, ժամանակավորապես փակվել էր գաստրոենտերիտի բռնկման պատճառով։ Ջուզեպեն կրճատել էր իմ աշխատանքային ժամերը նավահանգստում ոչ սեզոնային ձմռան պատճառով, եւ ես հիմնականում գոյատևում էի օրական 1 անգամ, էժանապուրներով, որոնք գնում էի զեղչված շուկաներից։ Ավելի մտահոգիչ էր այն, որ ես շուտով կդառնայի 20 տարեկան, ինչը մի քանի երիտասարդների օգնության ծրագրերի տարիքային սահմանափակումն էր, որոնցից ես երբեմն օգտվել էի արտակարգ իրավիճակներում։ Հենց այս հուսահատ պայմաններում էր, որ Ջուզեպեն ինձ ցույց տվեց Seattle Times-ում մի հայտարարություն, որը փոխեց իմ կյանքը։ Նայեք սրան, ասաց նա, մատնացույց անելով օգտագործված մեքենաների հայտարարությունների մեջ թաղված փոքրիկ հայտարարություն։ Շտապ վաճառվում է տնակ նավակ։ Կալվածքը անհապաղ վաճառքի է ենթակա։ Լավագույն առաջարկը $10-ից բարձր է։ Կապվեք Whitman & Associates իրավաբանական ծառայություններ։ $10? Անհավատալիորեն հարցրի ես։ Պետք է տպագրական սխալ լինի։ Ջուզեպեն գլուխը թափ տվեց։ Հավանաբար ոչ։ Երբ փաստաբանները ցանկանում են արագ ազատվել ինչ-որ բանից, երբեմն նրանք ծիծաղելիորեն ցածր գներ են սահմանում, պարզապես իրավաբանական պատասխանատվությունը ուրիշ մեկին փոխանցելու համար։ Վստահ եմ, որ դա նավամատույցի ծայրին գտնվող այդ փտած տնակ նավակն է։ Հաջորդ օրերին այս միտքը սկսեց ձևավորվել մտքումս։ $10 գրեթե ամբողջ ունեցվածքս էր աշխարհում, բայց եթե կարողանայի գնել այդ լողացող տունը, ապա առնվազն կունենայի իմ սեփական կացարանը, թեկուզ ժամանակավոր։ Ես բավականաչափ էի սովորել նավակների մասին իմանալու համար, որ հնարավոր է վերանորոգեմ տարական արտահոսքերը եւ կառույցը սահմանափակ ժամանակով բնակելի դարձնեմ։ Ավելի կարևոր է, որ սեփականություն ունենալը, նույնիսկ եթե այն վատ վիճակում է, ինձ կտա մշտական հասցե, որն անհրաժեշտ է ավելի լավ աշխատանքի եւ օգնության ծրագրերի համար դիմելու համար։ 2023 թվականի մարտի 15-ի առավոտյան ես զանգահարեցի Whitman & Associates ընկերություն նավահանգստի մոտ գտնվող վճարովի հեռախոսից։ Քարտուղարուհին ինձ տեղափոխեց Michael Chen առնով կրտսեր փաստաբանի մոտ, ով հաստատեց, որ նավակ տնակը հասանելի է եւ որ $10 իսկապես նվազագույն գինն է։ Պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, ասաց Chen-ը։ Այս անշարժ գույքը շատ վատ վիճակում է։ Մեր տեսուչները գնահատում են, որ տեղական կանոնակարգերի համաձայն այն բնակելի դարձնելու համար անհրաժեշտ կլինի առնվազն $20,000 վերանորոգում։ Մենք այն վաճառում ենք ինչպես կա, առանց որևէ երաշխիքի։ Երբ ես բացատրեցի իմ իրավիճակը, որ ես երիտասարդ անօթևան եմ, որը փորձում է գտնել տարական կացարան եւ որ հասկանում եմ ռիսկերը, Chen-ը երկար ժամանակ լուր մնաց, նախքան պատասխանելը։ Լսեք, վերջապես ասաց նա, մենք սովորաբար գործարքներ չէինք կնքի այդքան ցածր գնով, թղթաբանության ծախսերի պատճառով, բայց եթե դուք կարողանաք այսօր գալ մեր գրասենյակ $10 կանխիկով, մենք կարող ենք անմիջապես փոխանցել սեփականության իրավունքը։ Պարզապես հասկացեք, որ դուք կստանձնեք ամբողջ պատասխանատվությունը մի կառույցի համար, որը բառացիորեն կարող է փլուզվել ցանկացած պահի։ 3 ժամից ես արդեն Սիեթլի կենտրոնում գտնվող Whitman & Associates գրասենյակում էի, ստորագրելով փաստաթղթեր, որոնք ինձ դարձնում էին Puget Sound-ի ամենախորտակված նավակ տնակի օրինական սեփականատերը։
Չենը ինձ տվեց ժանգոտած բանալիներ եւ զգուշացրեց, որ ես 30 օր ունեմ, կամ կառույցը անվտանգության չափանիշներին համապատասխան վերանորոգելու, կամ այն ամբողջությամբ ջրից հանելու համար։ Հաջողություն, ասաց նա այնպիսի արտահայտությամբ, որը խառնում էր համակրանքն ու կասկածամտությունը։ Դա քեզ պետք է գալու։ Ես վերադարձա նավահանգիստ, խառը հուզմունքի եւ սարսափի զգացումներով։ Կյանքումս առաջին անգամ ես ինչ-որ բան ունեի, նույնիսկ եթե այդ ինչ-որ բանը կարծես պատրաստվում էր խորտակվել։ Ջուզեպպեն օգնեց ինձ հասնել տնակ-նավակին, օգտագործելով փոքրիկ մոտորային նավակ, որն օգտագործում էինք նավահանգիստում տեղաշարժվելու համար։ Երբ մենք այն կապեցինք կառույցի կողքին եւ բարձրացանք մասամբ փլուզված թախտակամացի վրա, անկայուն ճոճանակը ստիպեց ինձ անմիջապես կասկածի տակ դնել իմ գնման իմաստությունը։ Գլխավոր դուռը փակ էր, խոնավությունից փայտի ուռչելու պատճառով, եւ մենք ստիպված էինք այն բացել Ջուզեպպեի հետ բերած լծակով։ Երբ վերջապես ներս մտանք, մեզ անմիջապես հարվածեց բորբոսի, փտած փայտի եւ այլ բաների հոտը, որոնք սկզբում չէինք կարողանում ճանաչել։ Ջուզեպպեն միացրեց իր հետ բերած լապտերը եւ մենք սկսեցինք մեր առաջին ուսումնասիրությունը ինտերիերում։ Դասավորությունը բնորոշ էր 1970-ականների տնակ նավակներին, բաց հյուրասենյակ, զուգակցված փոքրիկ խոհանոցի, երկու փոքրիկ ննջասենյակների եւ կոմպակտ լոգարանի հետ։ Սակայն տասնամյակների անփութության եւ արտահոսքերի պատճառով ինտերիերը վերածվել էր ցնցող քայքայման տեսարանի։ Գորգը թրջվել էր եւ ծածկված բորբոսի մուգ բծերով։ Պատերը մեծ քանակությամբ ջրից վնասված էին, պաստառները պոկվել էին, իսկ մի քանի հատվածներում երևում էր փտած փայտ։ Մնացած կահույքը, հին բազմոցը, խոհանոցային սեղանը, մի քանի աթոռներ այնքան անմխիթար վիճակում էին, որ անօգտագործելի էին։ Աստված իմ, մրմնջաց Ջուզեպպեն, լույսի շող ուղելով գլխավոր սենյակով մեկ։ Սա ավելի վատ է, քան ես կարծում էի։ Ջեյք, վստահ ես սրա մեջ։ Անկեղծ ասած, ես ոչինչի մեջ վստահ չէի, բայց չափազանց վճռական էի հիմա հանձնվելու համար։ Եկեք մնացածը ստուգենք, պատասխանեցի ես, փորձելով ավելի վստահ հնչել, քան զգում էի։ Առաջին սենյակում կային ժանգոտած մետաղական երկհարկանի մահճակալներ եւ անդառնալիորեն փտած հագուստի կույտ։ Երկրորդ սենյակը մի փոքր ավելի փոքր էր եւ ըստ փլուզված սեղանի եւ գրապահարանների մնացորդների, կարծես թե օգտագործվել է որպես գրասենյակ կամ ուսումնասիրության տարածք։ Լոգարանը այնքան անմխիթար վիճակում էր, որ առանց ամբողջական վերանորոգման անհնար էր օգտագործել։ Սակայն հենց այն ժամանակ, երբ մենք իջանք ներքև գլխավոր հարկի տակ գտնվող պահեստային տարածքը ստուգելու, մեր ուսումնասիրությունը բոլորովին անսպասելի շրջադարձ ստացավ։ Ջուզեպպեն ինձ զգուշացրել էր, որ մենք պետք է ստուգենք կորպուսի վնասման չափը, պարզելու համար, թե արդյոք արտահոսքերը կարող են ժամանակավորապես վերանորոգվել։ Օգտագործելով կտրուկ մետաղական սանդուղք, մենք իջանք մի տարածք, որը մասամբ պահեստային խցիկ էր, մասամբ նավի համակարգերի շարժիչի սենյակ։ Տարածքն ավելի չոր էր, քան մենք սպասում էինք, պաշտպանված ավտոմատ ջրահեռացման պոմփով, որը ըստ երևույթին դեռ աշխատում էր, չնայած նավի տարիքին։ Լապտերի լույսը բացահայտեց հին ծովային սարքավորումների բնորոշ հավաքածու՝ պարաններ, պահեստային խարիսքներ, սպասարկման գործիքներ եւ պատերին դարձված տարբեր մետաղական եւ պլաստմասե պահեստային տարաներ։ Ջուզեպպեն էր, որ առաջինը նկատեց ինչ-որ անսովոր բան տարաներից մեկի մեջ։ Սա չափազանց ծանր է դատարկ մնալու համար, մեկնաբանեց նա, փորձելով տեղափոխել մետաղական արկող, որը մոտավորապես փոքր սառնարանի չափ էր։ Եվ նայեք սրան, այն նոր կողպեքներ ունի։ Ինչու պետք է որևէ մեկը նոր կողպեքներ դներ լքված տնակ-նավակի վրա։ Իմ հետաքրքրասիրությունն այժմ լիովին գրգռված էր։ Մենք գործիքների հավաքածում գտանք մի լծակ, եւ մի քանի րոպե աշխատելուց հետո մեզ հաջողվեց կոտրել կողպեքները։ Երբ բացեցի տարայի կափարիչը, ներսում տեսա այնինչ տեսա, ինձ լիովին խոսքը կտրեց։ Տարան լի էր կոկիկ դասավորված պլաստիկե տոպրակներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր լուսանկարների կույտեր, փաստաթղթեր եւ կարծես ուշադիր պահպանված անձնական իրեր, բայց դրանք պատահական առարկաներ չէին, ամեն ինչ մանրակրկիտ կերպով կատալոգավորված էր եւ պիտակավորված, ավելի քան 50 տարվա վաղեմության ամսաթվերով։ Ջուզեպպեն վերցրեց տոպրակներից մեկը եւ զննեց պարունակությունը թափանցիկ պլաստիկե փաթեթի միջով։ Աստված իմ, շշնջաց նա, սա նման է ինչ-որ ծավալուն անձնական արխիվի։ Հաջորդ 3 ժամերը մենք անցկացրինք տարայի պարունակությունը ուշադիր ուսումնասիրելով եւ աստիճանաբար հասկացանք, որ հայտնաբերել ենք ինչ-որ արտասովոր բան։ Նյութերը փաստագրում էին մեկի կյանքն ու ընտանիքը տասնամյակների ընթացքում, հարսանիքների, ծնունդների, շրջանավարտների, տոների լուսանկարներ, իրավական փաստաթղթեր, այդ թվում ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականներ, սեփականության վկայականներ, 1950-ականներից մինչև 2000-ականների սկիզբ թվագրվող անձնական նամակագրություն եւ նույնիսկ ֆիզիկական իրեր, ինչպիսիք են զարդերը, ռազմական մեդալները եւ մանկական խաղալիքները։
բայց ամենահետաքրքիրը մանրակրկիտ կազմակերպությունն էր։ Յուրաքանչյուր իր կատալոգացված էր ամսաթվով, գտնվելու վայրով եւ հաճախ ուղեկցվում էր ձեռագիր նշումներով, որոնք բացատրում էին համատեքստը կամ իմաստը։ Այնպես էր, կարծես ինչ-որ մեկը ստեղծել էր համապարփակ անձնական պատմական արխիվ, պահպանելով ոչ միայն կարևոր պահերը, այլև առօրյա կյանքի առօրյա մանրամասները, որոնք սովորաբար ժամանակի ընթացքում կմոռացվեին։ Տարայի ներքևի մասում մենք գտանք մի մեծ ծրար, որի վրա գրված էր «Նա ով գտնի սա, խնդրում ենք նախ կարդալ»։ Ներսում կար մի քանի էջանոց նամակ, որը գրված էր ուշադիր ձեռագրով, թվագրված 2019 թվականի դեկտեմբերով եւ ստորագրված էր դոկտոր Էլեոնոր Հարթվել անունով մեկի կողմից։ Նամակում բացատրվում էր, որ դոկտոր Հարթվելը թոշակառու պատմաբան էր, որը մասնագիտանում էր ընտանեկան եւ համայնքային պատմության պահպանման գործում։ Ավելի քան 40 տարի նա համակարգված կերպով հավաքել էր փաստաթղթեր, լուսանկարներ եւ արտեֆակտներ, որոնք վերաբերում էին խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան շրջանի ռահվիրա ընտանիքներին, հատկապես նրանց, որոնց պատմությունները վտանգված էին կորչելու, միգրացիայի, մահվան կամ երիտասարդ սերունդների կողմից պարզապես անտեսման պատճառով։ Իմ աշխատանքը, գրել է դոկտոր Հարթվելը, միշտ հիմնված է եղել այն համոզմունքի վրա, որ անձնական պատմությունը նույնքան արժեքավոր է, որքան պաշտոնական պատմությունը։ Սովորական ընտանիքները, որոնք կառուցել են համայնքներ, մեծացրել երեխաներ, դժվարություններ են կրել եւ փոքր, բայց նշանակալի կերպով ներդրում են ունեցել հասարակության մեջ, արժանի են, որ իրենց պատմությունները պահպանվեն ապագա սերունդների համար։ Նամակում բացատրվում էր, որ տարայի մեջ կային Սիեթլի տարածքի 43 տարբեր ընտանիքների վերաբերող նյութեր, որոնք հավաքվել էին տասնամյակների հետազոտությունների ընթացքում։ Դոկտոր Հարթվելը նույնականացրել էր այդ ընտանիքներից միայն 18-ի կենդանի ժառանգներին։ Մնացած նյութերը ներկայացնում էին 25 ընտանիքների պատմություններ, որոնց տոհմածառերը նա չէր կարողացել գտնել, բայց որոնց փաստաթղթերը չափազանց արժեքավոր էին անտեսելու համար։ Եթե դուք կարդում եք սա, եզրափակվում էր նամակում, դա նշանակում է, որ ինձ հետ ինչ-որ բան է պատահել, նախքան ես կհասցնեի ավարտել իմ վերջնական նախագիծը, գտնել համապատասխան տներ այս ընտանեկան պատմությունների համար։ Ես աղաչում եմ ձեզ պարզապես չդեն նետել այս նյութերը։ Յուրաքանչյուր փաթեթ ներկայացնում է տասնամյակների ապրած կյանքեր, կիսված սեր եւ ժառանգություններ, որոնք արժանի են հիշելու։ Եթե հնարավոր է, խնդրում եմ կապվել Սիեթլի պատմական ընկերության կամ Վաշինգտոնի համալսարանի արխիվների հետ։ Նրանք կունենան ռեսուրսներ պատշաճ կերպով ուսումնասիրելու եւ հուսանք վերամիավորելու այս պատմությունները կենդանի սերունդների հետ։ Նամակը կարդալուց հետո Ջուզեպպեն եւ ես մի քանի րոպե լուռ մնացինք։ Մեր հայտնաբերածի մեծությունը աշճանաբար պարզ էր դառնում։ Դա պարզապես պատահական հիշողությունների հավաքածու չէր։ Դա ուշադիր կազմված պատմական արխիվ էր, որը ներկայացնում էր խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան շրջանի հարյուրավոր կյանքեր եւ տասնամյակների համայնքային պատմություն։ Ջեյք, վերջապես ասաց Ջուզեպպեն, հասկանում ես, թե սա ինչ է նշանակում։ Այս կինը իր ամբողջ կյանքը նվիրել է հասարակ մարդկանց պատմությունը պահպանելուն, եւ հիմա այդ պատասխանատվությունն ընկել է քո ձեռքը։ Ես սկսում էի հասկանալ, բայց դեռ լիովին չէի հասկացել հայտնագործության երկարաժամկետ հետևանքները։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մենք միասին զգուշորեն տեղափոխեցինք բոլոր նյութերը տարայից նավահանգստի 4 տարածք, որտեղ կարող էինք ավելի մանրամասն ուսումնասիրել դրանք։ Ես կապ հաստատեցի Սիեթլի պատմական ընկերության հետ եւ մեկ շաբաթվա ընթացքում նշանակվեց հանդիպում տարածաշրջանային ընտանեկան պատմության մասնագիտացված ավագ վարիչ դոկտոր Մարգարետ Քիմի հետ։ Դոկտոր Քիմը պարզապես հիացած էր, երբ ես բացատրեցի հայտնագործությունը եւ ցույց տվեցի նրան նյութերի նմուշները։ Խոսքը դոկտոր Էլեոնոր Հարթվելի մասին է, ոգևորված հարցրեց նա։ Նա լեգենդ էր պատմական ժառանգության պահպանման համայնքում։ Նա տասնյակ հոդվածներ էր հրատարակել ընտանեկան պատմության պահպանման մեթոդաբանության վերաբերյալ եւ անընդհատ ընտանիքներին ուղղորդում էր մեզ տոհմաբանության հարցում օգնություն խնդրելու համար։ Մենք գիտեինք, որ նա աշխատում էր լայնածավալ նախագծի վրա, բայց նա մահացավ նախքան մեզ հետ կապվելը։ Դոկտոր Քիմը բացատրեց, որ դոկտոր Հարթվելը մահացել է 2020 թվականի հունվարին, մեր գտած նամակը գրելուց ընդամենը մի քանի շաբաթ անց։ Պարզվում է, որ նրա մոտ արագ զարգացող Ալցհեյմերի հիվանդություն է զարգացել եւ մահացել է նախքան ընտանիքի անդամները կամ գործընկերները կիմանան նրա անձնական հավաքածուի գտնվելու վայրը։ Ընտանիքը կարծում էր, որ նրա մահից առաջ բոլոր հետազոտական նյութերը նվիրաբերվել են համալսարանին, ինձ ասաց դոկտոր Քիմը։ Այս արխիվի գոյության բացահայտումը անհավանական հայտնագործություն է տարածաշրջանային սոցիալական պատմության մեր ըմբռնման համար։
Հաջորդ շաբաթների ընթացքում դոկտոր Քիմը եւ Սիեթլի պատմական ընկերության թիմը սկսեցին իմ հայտնաբերած նյութերի կատալոգացման եւ հետազոտման համակարգված գործընթաց։ Շուտով պարզ դարձավ, որ հավաքածուն նույնիսկ ավելի արժեքավոր էր, քան մենք սկզբում կարծում էինք։ Դոկտոր Հարթվելը փաստաթղթավորել էր ոչ միայն առանձին ընտանիքների պատմությունը, այլև 20-րդ դարի երկրորդ կեսին Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմուտքում միգրացիայի, տնտեսական զարգացման եւ սոցիալական փոփոխությունների ավելի լայն օրինաչափությունները։ Ամենահետաքրքիրն այն էր, որ թիմը սկսեց աշխատանքները հաջողությամբ վերամիավորելով որոշ նյութեր կենդանի սերունդների հետ։ Օգտագործելով տոհմաբանական տվյալների բազաներ եւ սոցիալական ցանցեր, նրանք կարողացան նույնականացնել հավաքածուն փաստաթղթավորված մի քանի ընտանիքների ազգականներին։ Շատ դեպքերում սերունդները տեղյակ չէին, որ գոյություն ունեն իրենց ընտանեկան պատմության վերաբերյալ լայնածավալ փաստաթղթեր։ Ամենաէմոցիոնալ վերամիավորումներից մեկը կապված էր Պատերսոն անունով մի ընտանիքի հետ, որի նյութերը ներառում էին ավելի քան 200 լուսանկարներ, որոնք ընդգրկում էին 1950-ականներից մինչև 1990-ականները, երկրով մեկ ցրված քույր եղբայրների միջև նամակագրություն եւ բալարդում 3 տասնամյակ գործող փոքրիկ ձկնորսական բիզնեսի մանրամասն գրառումներ։ Դոկտոր Քիմը կարողացավ գտնել ընտանիքի առաջին հայրապետի թոռնուհուն՝ Լիզա Պատերսոն Չեն անունով մի կնոջ, որը ապրում էր Պորտլենդում եւ տարիներ շարունակ անհաջող փորձել էր գտնել իր ընտանիքի պատմությունը։ Երբ դոկտոր Քիմը կապվեց ինձ հետ եւ բացատրեց հայտնագործության մասին, ասաց Լիզան հուզիչ հեռախոսազրույցի ժամանակ, ես բառացիորեն 1 ժամ լաց եղա։ Տատիկս միշտ մեծ պատմություններ էր պատմում բալարդի ձկնորսական բիզնեսի եւ համայնքի մասին, բայց մենք կորցրեցինք այդ պատմությունը հետ կապը, երբ ընտանիքը ցրվեց։ Աշխատանքի վայրում պապիկիս լուսանկարները տեսնելը, տատիկիս եւ պապիկիս միջև նամակներ կարդալը, գործարար գրառումներին հասանելիություն ունենալը նման է իմ ինքնության մի կտորի վերականգմանը, որը ես կարծում էի, որ ընդմիշտ կորած է։ Նման պատմությունները բազմապատկվեցին, երբ հետազոտական խումբը աշխատում էր հավաքածուի վրա։ Դեպք առ դեպք դոկտոր Հարթվելի պահպանած նյութերը կապում էին կենդանի սերունդներին այն պատմությունների հետ, որոնք կորել էին ընտանիքների համար սերունդներ շարունակ։ Վաշինգտոնի համալսարանը ստեղծեց հատուկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին հավաքածուի ընտրանի, եւ տեղական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին պատմությունը։ Բայց ինձ համար իրական կերպարանափոխությունը տեղի ունեցավ, երբ դոկտոր Քիմը առաջարկեց, որ մասնագիտորեն ուսումնասիրեմ պատմական հուշարձանների պահպանումը։ Ջեյք, ասաց նա, դու ցուցաբերել ես արտակարգ խնամք եւ պատասխանատվություն այս հայտնագործությունը մշակելիս։ Ակնհայտ է, որ դու ունես մարդկանց իրենց պատմությունների հետ կապելու գիրք։ Մտածել ես, որ սա կարող է դառնալ կարիերայի ուղի։ Անկեղծ ասած, ես երբեք չէի մտածել, որ մարդկանց պատմությունների հանդեպ հոգատարությունը կարող է օրինական մասնագիտություն լինել։ Սակայն դոկտոր Քիմի եւ նրա թիմի հետ ամիսներ շարունակ աշխատելու ընթացքում ես խորը գնահատանք զարգացրի անձնական պատմությունները պահպանելու եւ ընտանիքներին իրենց արմատների հետ կապը պահպանելու հարցում օգնելու կարեւորության նկատմամբ։ Ավելի կարևոր է, որ ես հայտնաբերեցի, որ ունեմ բնատուր հակում տոհմաբանական հետազոտությունների եւ անկեղծ հաճույք եմ ստանում մարդկանց օգնելուց բացահայտել իրենց ընտանեկան պատմությունները։ Դոկտոր Քիմի խորհրդով ես դիմեցի Վաշինգտոնի համալսարանի պատմության ծրագրին, մասնավորապես հանրային պատմության եւ պահպանման ուսումնասիրությունների մասնագիտությանը։ Հայտնագործության շուրջ լրատվամիջոցների ուշադրության եւ մի քանի դասախոսների աջակցության շնորհիվ, ովքեր ծանոթ էին դոկտոր Հարթվելի հավաքածուի պահպանման իմ աշխատանքին, ես ստացա զգալի կրթաթոշակ, որը ծածկում էր ուսման վարձը եւ կենսապահովման ծախսերը։ Առաջին կուրսում լրիվ դրույքով սովորելուն զուգընթաց շարունակեցի կես դրույքով աշխատել Սիեթլի պատմական ընկերությունում, օգնելով ընտանիքներին ուսումնասիրել իրենց պատմությունը, օգտագործելով իմ հայտնաբերած հավաքածուի նյութերը։ Աշխատանքը անչափ արժեքավոր էր։ Ես անընդհատ օգնում էի մարդկանց հայտնաբերել իրենց երբեք չճանաչած նախատատիկների լուսանկարներ, գտնել ներգաղթի պատմության փաստաթղթեր, որոնք գոյություն ունեին միայն ընտանեկան լեգենդներում, կամ գտնել գրառումներ, որոնք բացատրում էին ընտանեկան առեղծվածներ, որոնք տասնամյակներ շարունակ շփոթեցրել էին հարազատներին։ Ավելի անսպասելիորեն աշխատանքն սկսեց ինձ կապել իմ սեփական ընտանիքի եւ պատկանելության զգացողության հետ, որը բացակայում էր մանկությանս տանիներին։ Չնայած ես չկարողացա որևէ տեղեկություն գտնել իմ սեփական կենսաբանական ծնողների մասին հետազոտությունների միջոցով, ուրիշներին օգնելու գործընթացը վերականգնել իրենց ընտանեկան պատմությունները ինձ խորը հասկացողություն տվեց այն մասին, թե որքան կարևոր են այս կապերը մարդկանց ինքնության եւ աշխարհում տեղի զգացողության համար։ Այսօր այդ խարխուլ տնակ նավակը $10 գնելուց 2 տարի անց ես Վաշինգտոնի համալսարանի 3-րդ կուրսի ուսանող եմ։ Ուսումնասիրում եմ հանրային պատմություն։ Աշխատում եմ Սիեթլի պատմական ընկերությունում որպես հետազոտող մասնագետ եւ ապրում եմ բնակարանում, որը վարձակալում եմ աշխատանքից ստացած եկամտով։
Տնակ-նավակը դեռևս խարսխված է Ջուզեպպեի նավահանգստում։ Ինձ հաջողվել է կատարել տարական վերանորոգումներ, որոնք այն ջրի երեսին են պահում, եւ Ջուզեպպեն թույլ է տալիս ինձ այն օգտագործել որպես գրասենյակ, որտեղ երեկոյան եւ հանգստյան օրերին աշխատում եմ հետազոտական նախագծերի վրա։ Ամենակարևորը, դոկտոր Հարթվելի հավաքածուն հանգեցրեց Սիեթլի պատմական ընկերությունում կորուսյալ պատմությունների նախագիծ անվամբ մշտական ծրագրի ստեղծմանը, որը կենտրոնանում է որփացած պատմական նյութերը կենդանի սերունդների հետ կապելու վրա։ Ծրագիրը զարգացավ ընտանիքներին իմ հայտնաբերած նյութերին վերամիավորելու մեր հաջողությունների շնորհիվ, եւ այժմ ակտիվորեն փնտրում է վերջերս մահացած անհատների հավաքածուներ, որոնք կարող են պարունակել արժեքավոր ընտանիքան փաստաթղթեր։ Ծրագրի միջոցով ես օգնեցի վերամիավորել 100-ից ավելի ընտանիքների, որոնք ունեին կորած լուսանկարներ, փաստաթղթեր եւ անձնական իրեր, որոնք այլապես կկործանվեին։ Յուրաքանչյուր վերամիացում ամրապնդում է իմ համոզմունքը, որ բոլորի պատմությունը կարևոր է, լինեն նրանք հայտնի պատմական դեմքեր, թե սովորական մարդիկ, ովքեր ապրել են հանգիստ կյանքով, բայց իմաստալի կերպով նպաստել են իրենց համայնքներին։ Կյանքս փոխած հայտնագործության մասին խորելով, ես զարմացած եմ այն պատահականությունների շարքից, որոնք այդ օրը ինձ հասցրին այդ տնակ-նավակին։ Եթե Ջուզեպպեն ինձ չցույց տար թերթային այդ գվազդը, եթե ես չունենայի ճիշտ $10, եթե իրավաբանական ընկերությունը այդքան ցածր գին չսահմաներ անշարժ գույքի համար, այդ հանգամանքներից որևէ մեկի տարբեր լինելը կարող էր նշանակել, որ դոկտոր Հարթվելի կյանքի գործը ընդմիշտ կկորչեր, երբ տնակ-նավակը վերջապես խորտակվեր։ Բայց թերևս ամենախորը դասը, որը քաղեցի, այնն է, որ գանձերը սկզբում միշտ չէ, որ գանձեր են թվում։ Այդ ժանգոտած ծակ տնակ նավակը, որը բոլորը համարում էին անարժեք, պարունակում էր մի հայտնագործություն, որը հարստացրեց հարյուրավոր մարդկանց կյանքը, եւ ինձ տվեց մի նպատակի զգացում, որը ես երբեք չէի սպասում գտնել։ Երբեմն ամենաարժեքավոր իրերը թաքնված են այնպիսի վայրերում, որոնք ուրիշները անտեսում են, սպասելով, որ հետաքրքրասիրություն եւ կարեկցանք ունեցող մեկը ճանաչի դրանց արժեքը։ Այս հայտնագործությունը ոչ միայն փոխեց իմ անձնական ուղին, անօթևան դեռահասից դառնալով համալսարանի ուսանող, իմաստալից կարիերայի ուղիով, այլև վերահաստատեց իմ համոզմունքը, որ բոլորը արժանի են, որ իրենց պատմությունը հիշվի եւ գնահատվի, անկախ նրանից հարուստ են թե աղքատ, հայտնի են թե անհայտ, կապված են մեծ ընտանիքների հետ թե մեկուսացած են, ինչպես ես էի։ Դոկտոր Հարթվելի աշխատանքը, պահպանելով սովորական մարդկանց արտասովոր պատմությունները, դարձել է այն մոդելը, թե ինչպես եմ ես ուզում անցկացնել իմ սեփական կյանքը, ապահովելով, որ ոչ մեկի պատմությունը չկորչի կամ չմոռացվի, եւ որ յուրաքանչյուր մարդու ներդրումը մարդկային փորձառության մեջ փաստաթղթավորվի եւ պատվի արժանանա։ $10 դարձավ իմ կատարած լավագույն ներդրումը, ոչ թե որևէ դրամական եկամտի պատճառով, այլ որովհետև այն ինձ հասկացրեց, որ իրական հարստությունը գալիս է մարդկանց իրենց պատմությունների, ընտանիքների եւ ի վերջո միմյանց հետ կապելուց։ Այդ անարժեք տնակ նավակի գնումը ինձ ավելին տվեց, քան պարզապես տուն։ Այն ինձ նպատակ, համայնք եւ հիշեցում տվեց, որ նույնիսկ երբ ամեն ինչ անհույս է թվում, հայտնագործությունների եւ վերափոխման հնարավորություններ կան ամենաանսպասելի վայրերում։